Բարի լույս ևս մեկ անգամ շարունակվում է առաջին ծրագիրը եւ ինչպես խոստացել էինք ունենք շատ հետաքրքիր հյուր։ Այո, մեր հյուրն է Վրեժը Կիրակոսյան եւ մենք խոսել ենք բավականին հետաքրքիր թեմայից եւ վերջերս կայացած հետաքրքիր իրադարձությունից։ Մենք չուզեցինք այս ամենը երկար բարակ ներկայացնել, թեև քեզանից լավ հաստատ Վրեժ ոչ մեկ չի ներկայացնի։ Ուր էիր գնացել այս անգամ։ Բարի առավոտ։ Բարի լույս, այո։ Ուրախ եմ ձեզ տեսնելու համար, որովհետև շատ երկար տևական ժամանակ երկրում չէի, մի քանի ամիս անընդհատ դրսում էինք եւ Ղազախստանի Հանրապետության նախագահի եւ Չինաստանի Հանրապետության նախագահների միջև մետաքսի ճանապարհ այդ նախագիծը, որը որ կա, ունի նաեւ եւ քաղաքական եւ տնտեսական բնույթ, բոլորս գիտենք, դրան զուգահեռ ստեղծվեց մի նոր նախագիծ, որը կոչվում էր Silk-Vestar, մետաքսի ճանապարհի աստղ։ Եվ մենք օգոստոս ամսից բոլորս մասնակցում էինք այդ միջոցառմանը, անընդհատ դրսում էինք եւ ունենք մասնակից նաեւ Սարոներ Գևորգյան, գիտեինք, այն նկարահանվում էր եւ հեռարձակվում էր Ղազախստանի Հանրապետության նախագահի առաջին ալիքով եւ հրավիրված էի որպես ես նաեւ ժյուրի։ Մենք հասանք ֆինալ շատ լավ արդյունքներով, իհարկե հաղթանակ չտոնեց երկիրը, Սարոն Գևորգյան, մենք, բայց փայլուն ելույթներ ունեցանք, որտեղ ներկայացված էին 12 երկրներ, այն միայն ազիական նախագիծ է, որտեղ չկա Եվրոպան, չկան սլավոնները, այսինքն մենք ենք այդ հատվածում պատկերացրեք, Սուրեն ջան, շատ հետաքրքիր ինդիվիդուալ նախագիծ է նաև իր տեսակով, որտեղ կա Ադրբեջանը, Թուրքիան եւ այլ բոլորը, այսինքն այս հատվածը անգամ Վրաստանը, մեր հարևանները եւ ունեցանք շատ լավ իհարկե ճանապարհ։ Եվ այս մետաքսի ճանապարհին ինձ եղավ առաջարկ մասնակցելու որպես նաեւ արտիստ այն միջազգային փառատոնին, որի մասին այսօր խոսելու ենք։ Յուրաքանչյուր տարի իրենց երկրում տեղի ունենում շատ հետաքրքիր փառատոն, որը նվիրված է շատ հանրահայտ կոմպոզիտոր, իրենց հիմնի երկրի հիմնի հեղինակ Շամշի Կալդայակովի։ Այդ փառատոնում հրավիրվում են աշխարհի տարբեր երկրներից արտիստներ եւ իրենք պարտադիր կատարում են ստեղծագործություններ ղազախերեն լեզվով։ Իրենց սիմֆոնիկ օրկեստրի նվագակցությամբ ղազախ կոնցերտ կա, ժամանակին հիշում եք սովետական միության տարիներին կար հայ համերգ եւ այլն, այնտեղ պահպանվել է ղազախ կոնցերտը եւ ասեմ, որ շատ հետաքրքիր եւ շատ հզոր կառույց է Աստանայում, նորակառույց ահռելի աննկարագրելի անծայրացի շենքային պայմաններով, տարբեր նվագախմբերով, տարբեր արտիստներով եւ իրենց բոլոր էստրադային ժանրի աստղերը այնտեղ համարվում են սոլիստներ եւ դա պարտադիր է։ Եվ այդպես ես մտածեցի, ընդունեցի առաջարկը եւ դեկտեմբերի 5-ին մեկնեցինք նորից Աստանա, այո, Աստանա մասնակցելու այս մեծ միջոցառմանը, որը նաեւ համերգային տեսքով է տեղի ունենում, որտեղ որ իհարկե արժանացել եմ ոչ միայն մրցանակի, այլ պետական պարգևի, իրենց երկրի փոխվարչապետ, մշակույթի եւ տեղեկատվության նախարար Այդա Բալաևան ինձ հանձնեց այդ ֆինիշը արեց եւ անսպասելի էր անկեղծ եւ բոլորն էլ մտածում էին, որ ինչու Վրեժը, որտեղ տարբեր երկրներից եւս կային ներկայացուցիչներ։ Մենք առաջարկում ենք դիտել։ Այո, ունենք տեսանյութ, որը այս պայն առաջարկում ենք դիտել։ Վրեժ Կիրակոսյան, բарлығымыз сүйіп тыңдайтын тамдар әнімен қарсы алыңыздар.
Добрый вечер, Казахстан. Добрый вечер, Астана. Я коротко буду. Хочу рассказать обязательно такую историю, которая со Բրավո։ Այո, էմոցիաները ամբողջությամբ փոխանցվում են, ես վստահ եմ դրանք հնգապատիկ են եղել, երբ դուք բեմում եք եղել, եւ մեզ ասացիք, որ թարգմանվել է երգը եւ շատ մեծ արձագանք է գտել։ Ինձ հետաքրքիր է այս մասով մի քիչ ավելի մանրամասնեք։ Ստեղծագործությունը երբ ստացա, ճիշտ ասած բավականին դժվար է նախ լեզվական բարիերը իրենց մոտ ունեն, ունեն, որոնք որ պետք է երգես դրանք եւ վախենում էի նաեւ։ Հետո քանի որ 3 տուն ստեղծագործություն ունի, չգիտես ինչու երկելու ժամանակ եկավ գլխումս այն հատվածը, որ կարելի է թարգմանել եւ այսպեսի ինչ որ էքսպերիմենտ անել։ Իհարկե դժվար էր, ոչ թե հենց բառացի թարգմանություն են կատարել, այլ ինչպես որ միտքն է, հա, տանում այդպես տարել ենք, որոշակի բառեր իհարկե օգտագործել ենք եւ իրենց համար եւս անակնկալ էր, եւ որ երբ որ երգեցի, զարմացած էին եւ ասում էին ինչքան գեղեցիկ է նաեւ լսվում հայերեն, մենք չէինք պատկերացնի երբևիցե որ այսպեսի բան կարելի անել եւ շատ լավ ընդունելության արժանացավ եւ ստեղծագործությունը եւ իմ կատարումը իհարկե ինձ համար էքսպերիմենտ էր աշխարհի բոլոր լավագույն լեզուներով երգել էի բայց ղազախերեն առաջին փորձս էր եւ այսպես ստացվեց կարծում եմ որ ամեն ինչ լավ եղավ ամեն ինչ լավ է լինելու Ղազախստանի հետ իհարկե լավ հարաբերություններ կան եւ մենք ունենանք շուտով էլի նոր համագործակցություն Բրավո վրեժ, մաղթում ենք հաջողություններ, որտեղ գիտեմ, որ 2026-ին էլ, հա, երբ որ արդեն նորից գասում է սյուր, եւս մեկ նոր հետաքրքիր նախագիծ կլինի, նոր մասնակցություններ, էլի Ղազախստան, էլի տարբեր երկրներ եւ իհարկե հաջողություններ կլինեն։ Վաղուց ես իհարկե սուրեն գիտես, մրցիկների չէի երգել երբևիցե եւ Բայց դե որ ասում են, երբեք մի ասա երբեք։ Եվ ուզում ենք այս մրցույթային շրջանը շարունակվի, որտեղ սա հետաքրքիր էքսպերիմենտ է եւ նաեւ շփում եւ եւս մեկ անգամ քեզ զգում ես հենց այդ տրամադրության մեջ, լարվածությամբ։ Դե թող նոր տարին լինի նոր մտքերով ու նոր հույզերով, իսկ ես ուզում եմ քեզ նվիրել Արև Բացիկ, որտեղ ամանորի համար է նախատեսված, շնորհավոր նոր տարի, այստեղ նոր տարի Ձյունանուշիկ իմ բարի, ես գիշեր մեր տունարի, տոնածառը զարդարի։ Թող որ յուրաքանչյուրի ստանը ձյունանշիկները գան ու զարդարեն մեր տոնածառները, իսկ մենք ունենանք գեղեցիկ տարի սկիզբ իհարկե եւ տարին թող որ լինի բեղմնավոր ու բոլորիս բերի միայն հրաշք բաներ, այն ինչ որ մենք մտածում ենք իհարկե, թող դրանք իրականանան։ Շնորհակալ ենք վրեժ, քեզ հաջողություններ։ Շնորհակալություն։ Կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։